Ինչպես է մտածողությունը ձևավորում մեր հաջողությունը, սովորելու կարողությունը, ազդում անձնային զարգացման և կյանքի որակի վրա, Քերոլ Դուեքը բացահայտում է համաշխարհային բեսթսելերում։ Մտածելակերպը արդեն հասանելի է նաև հայերեն։ Բավականին գործիքակազմ է տալիս, բայց գրքի ամենաֆանտաստիկ կողմը այն է, գործիքակազմի տեսանկյունից եմ ասում, որ բացարձակապես պարտադրողական չի, այսինքն ինքը հենց մարդու մտածելակերպի մեջ կատարվում է փոփոխություն գիրքը ընթերցելու ընթացքում։ Գիրքը ներկայացնում է ֆիքսված և աճող մտածելակերպի տարբերությունը։ Եթե առաջին դեպքում մարդիկ գիտեն, որ իրենց ունակությունները, ինտելեկտն ու տաղանդը հաստատուն են, երկրորդ դեպքում մարդիկ հավատում են, որ կարող են զարգացնել իրենց կարողությունները ջանասիրության, սխալներից սովորելու, փորձի և ուսուցման միջոցով։ Հեղինակը ուսումնասիրել է այս մտածելակերպերի ազդեցությունը կրթության, բիզնեսի, սպորտի մեջ և ընտանիքում։ Աճի մտածելակերպ ունեցող անհատը անպայման կբախվի մարտահրավերներին, կհաղթահարի այդ խոչընդոտները և հնարավորինս կարող է ներուժը իրացնել իր կյանքում։ Քերոլ Դուեքը փաստում է, որ աճող մտածելակերպ ունեցող մարդիկ ավելի հաճախ են հասնում հաջողության, քանի որ ավելի հեշտ են հաղթահարում դժվարությունները, սխալները ընկալում են որպես սովորելու հնարավորություն, հեշտությամբ են հարմարվում նոր իրավիճակներին և ավելի մոտիվացված են շարունակում զարգանալ։ Կյանքն ու գործը գրքի հետ կապած Արեգ Կարապետյանն ուրախությամբ է նշում, որ վերջին տարիներին երիտասարդները շատ են կարդում անձնային աճին ուղղված գրքեր։ Մոտիվացիոն գրքերը տալիս են գործիքակազմ, իրենք քեզ հիշեցնում են, հավաքում են ինչ-որ մի գաղափարի շուրջ, որպեսզի դու կարողանաս կոնկրետ գործել երեխային հենց մանկուց, ուղղակի ականջին անընդհատ ասել, որ գիրքը գործի մեծ մասն է։ Սթենֆորդի համալսարանում տասնամյակներ շարունակ կատարած հոգեբանական հետազոտությունների հիման վրա գրված մտածելակերպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Ծաղկանուշ Միրզոյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։